Մինչև Երևանն ու Բաքուն շարունակում են չհամաձայնեցնել խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը, երկու երկրի միջև գործակցության նոր ձևաչափ է ձևավորվում, այս անգամ թվային տիրույթում։ Հայկական եւ ադրբեջանական հեռահաղորդակցական օպերատորները պայմանավորվել են միմյանց տարածքներով ինտերնետային տրաֆիկի տարանցման շուրջ։ Գործարքը ներկայացվում է որպես կապուղիների դիվերսիֆիկացման եւ հեռահաղորդակցության ցանցերի հուսալիության բարձրացման քայլ։ Սակայն մասնագետները հիշեցնում են, երբ խոսքը վերաբերում է կրիտիկական ենթակառուցվածքներին, հարցը միայն բիզնեսի մասին չէ, այն նաեւ ազգային անվտանգությանը, վերահսկելիությանը եւ թվային ինքնիշխանությանն է առնչվում։ Ինչ է ենթադրում այս համաձայնագիրը, ինչ կարող է շահել Հայաստանը եւ արդյոք կան ռիսկեր, երբ հակամարտության պատմություն ունեցող երկու երկիր սկսում են գործակցել ինտերնետային ենթակառուցվածքների ոլորտում։ Հայաստանը վերջին տարիներին իր ինտերնետային կապը ապահովել է այլ երթուղիներով։ Այս ֆոնին հարց է առաջանում, ինչով է պայմանավորված այժմ Ադրբեջանի ենթակառուցվածքների օգտագործման հնարավորությունը եւ արդյոք այս գործակցությունը կարող է ռիսկային դառնալ հարաբերությունների սրման դեպքում, այդ թվում ինտերնետային կապի կայունության տեսանկյունից։ Ինտերնետը բնականաբար կարող են կտրել, ավելին ասեմ, իրանք տեսականորեն կարող են նաև կտրել Վրաստանով անցնել ինտերնետը, որովհետև վարնեուլի եւ մեծացվածներում ադրբեջանաբնակ Վրաստանի տարածքներն են ու կարող են իրանք ագենտուրայից օգտվել։ Բայց մեծ հաշվով հարցը դրանում է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը փորձում են լինել ոնց որ հանգուցային երկրներ։ Սամվել Մարտիրոսյանի խոսքով տարածաշրջանում վերջին տարիներին նկատվում է մրցակցություն կապուղային հանգույց դառնալու համար։ Նրա գնահատմամբ ինչպես Ադրբեջանը, այնպես էլ հայկական կողմի հետ կապված ընկերությունները փորձում են ամրապնդել իրենց դիրքերը Վրաստանի եւ ավելի լայն տարածաշրջանի ենթակառուցվածքներում։ Փորձագետի դիտարկմամբ Ադրբեջանը տարիներ առաջ Վրաստանում ձեռք է բերել այնտեղի հիմնական ինտերնետ մատակարարներից մեկը, ինչը նրանց թույլ է տալիս ավելի ակտիվ ներգրավել տարածաշրջանային կապուղիների շղթայում։ Մյուս կողմից, օրինակ, դա վտանգ, որը ապրել մի քանի տարի գոյություն ունի, ու ինչի մասին առանձնապես չի խոսվում, այն, որ հենց Վրաստանի հիմնական մատակարարը, որի միջոցով Հայաստանի հենց տրաֆիկն է անցնում, բավականին մեծ խոշոր հատվածը ադրբեջանցիք գնել են։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանի խոսքով ինտերնետային տարանցման նոր համաձայնագիրը պետք է դիտարկել նաև կախվածությունների եւ վերահսկելիության ռիսկերի տեսանկյունից։ Նրա խոսքով տարանցումը չի նշանակում, որ ցանցերը ուղղակի միանում են։ Ֆիզիկական կապի առկայությունը միշտ որոշակի ռիսկեր կարող է ստեղծել։ Պապյանի գնահատմամբ հնարավոր է նաև տրաֆիկի վերլուծություն, ինչը թույլ է տալիս պատկերացում կազմել օգտագործման ընդհանուր պատկերի մասին։ Բավական բարդ է, այդ մեծ ծավալի տրաֆիկի մեջ ինչ-որ կոնկրետ մարդուն նույնականացնել, որ ասենք, այս ինչ մարդը, չգիտեմ, ամեն օր ժամը 9-ին մտնում է Facebook բարդ։ Բայց հնարավորություն կարող է լինել, օրինակ, տեսնել ադրբեջանական կապուղով անցնող հայկական տրաֆիկի այդ մի մասը, մոտապես որ ժամերին ինչ կայքեր է մտնում։ Պապյանը սակայն ընդգծում է, որ նման սցենարները առավել հիպոթետիկ են, քանի որ Հայաստանում հիմնական ինտերնետային կապուղիները շարունակում են անցնել Վրաստանով եւ այլ ուղղություններով, ինչը նվազեցնում է կախվածության մակարդակը։ Միևնույն ժամանակ փորձագետը չի բացառում, որ նման ենթակառուցվածքային կապերը կարող են օգտագործվել նաեւ ճգնաժամային իրավիճակներում որպես ճնշման գործիք։ Ես օրինակ այս պայմանավորվածությունը կապում եմ նաև Ադրբեջանի մտահոգությամբ, որ Իրանում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին Իրանը կարող է իր համար խոչընդոտներ ստեղծել Ադրբեջանի Նախիջավանի միջև կապի համար եւ դրա համար փորձում են Հայաստանի տարածքով իրենց համար ստեղծել այլընտրանք։ Սա շատ նման է նույն այդ թրիփ ճանապարհի։ Պապյանի գնահատմամբ Հայաստանը ներկայում ունի մի քանի այլընտրանքային կապուղիներ, ինչը որոշակիորեն նվազեցնում է մեկ ուղղությունից կախվածության ռիսկերը։